Պարոն Սասունյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Տարեսկզբի մեր առաջին զրույցն է եւ տարին սկսվեց այսպես։ Բոլորի, այսպես ասենք, հա, աչքի առաջ մենք տեսնում ենք, թե ինչպես Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ գերեվարեցին Վենեսուելայի նախագահին, վերջինիս տիկնոջը։ Ըստ էության, կեղծ ժողովրդավարություն, կեղծ դեմոկրատիա, կեղծ արևմտյան արժեքներ։ Ես կխնդրեմ այս իրողության հետ կապված ձեր այսպես ծավալուն գնահատականը տալ, ինչ է տեղի ունենում, այս ամենը ինչի կարող է հանգեցնել եւ այս ամենի նպատակը իրական որն է, համեցեք։ Ուրեմն ես միշտ էլ ասել եմ, որ այն բոլոր գեղեցիկ սկզբունքները, լոզունգները, որ բոլորս էլ գրտում ենք, հավատում ենք տասնամյակների ի վեր, այդ բոլորը սուտ են, գեղձիկ են, արևմուտքը չի հավատում ոչ արդարության, ոչ ճշմարտության, ոչ էլ միջազգային օրենքի։ Մեծ երկրները անում են այն ինչ որ ուզում են, ուժով, բռնի ուժով, եւ ուժն է որ ամենակարևոր սկզբունքն է այս աշխարհի մեջ, եւ ոչ մեկը չի կարող իրենց կանգնեցնել ոչ դատարաններով, միջազգային օրենքով, ոչ ամոթանք տալով, ոչ մի ցավով, որտեղ ով որ ուժ ունի, անում է ինչ որ ուզում է, ամենամեծ ոչժներ կարող է գործել եւ ամեղ երևալ, կարող է մի այլ երկիր գնալ եւ գրավել այդ երկիրը, այդ երկրի նախագահին ցերպակալել է, փերել է մոտ թադել որպես ոժակորց, այս բոլորը միջազգային օրենքի շատ լուրջ խախտումներ են, բայց այս է իրականությունը, մենք պետք է այլևս արտնանանք այսքան հարյուրավոր դարերի ի վեր թմբերի մեջ ապրելի հետ պետք է արտնանանք, որ պետք է որովհետեւ մեր երկիրը պահպանենք, պաշտպանենք, պետք է մենք հզորանանք, զինվենք ամենաարդիական զենքերով եւ չթողնենք, որ դիմացի, տրացի, ճշնամի երկրները իրենց կամքը բարդացրեն, քանի որ իրենք ավելի ուժեղ են, քան թե մենք։ Այո, իրենք ավելի ուժեղ են, բայց մենք որքան որ թույլ լինենք, այդքան ավելի իրենց կամքը բարդացրեն, եթե տեսնեն, որ մենք էլ որոշ չափով ուժ ունենք, թեկուզ ոչ անգամ որքան իրենք ունեն, բայց կարող ենք դիմադրել եւ իրենք էլ կմտածեն, որ կարող են զոհ տալ եւ հարձակվել մեր վրա, երկու անգամ, 10 անգամ կմտածեն նախքան հարձակվելը։ Բայց եթե թաշտը բարավ է, շսոր Ալիև ասում է, մենք պետք չունենք բանակով գալու Երևան, ավտոներով կնստենք եւ կմտնենք Երևան։ Եվ Ալիևը դժբախտաբար ճշմարտությունն է ասում, այդպես էլ լինելու է։ Եվ որ այդ օրը կա, արդեն ուշ է այդ մասին մտահոգվելը, մտածելը, այդ օրը հիմա է, որ նախքան այս բոլորը պատահելը պետք է առաջ կառնենք։ Գանք ամեն դեպքում Միացյալ Նահանգներ, Վենեսուելա այս զարգացումները ինչի կհանգեցնեն, պարոն Սասունյան, որն է իրական նպատակը եւ նաեւ մենք տեսնում ենք, որ ըստ էության տարեվերջին Թրամփը կոնկրետ նաեւ զգուշացումներ ուղեց Իրանին, արդյոք կանցնեն իրենք որոշակի գործողությունների, չնայած Իրանից էլ արձագանքել են Թրամփի սպառնալիքներին եւ բնականաբար Իրանը մեր բնական դաշնակիցն է, մեր հարևան երկիրն է, դա ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանում մեզ վրա։ Ուրեմն ավասեք մի շատ դարօրինակ եւ զարմանալի մի երևույթ, որտեղ վերջին 11 ամիսներին Թրամփը գիշեր ու ցորեկ խոսեց, թե ինքը արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու, բայց տեսնում ենք, որ ինքը ոչ թե խաղաղություն ցանկանում է, այլ պատերազմ հարձակում, արդեն մի քանի ամիս առաջ հարձակվեց Պարսկաստանի վրա օդանավներով, հիմա էլ մտավ Վենեսուելա եւ նախագահը ցերպակալեց եւ արևանքեց այսինքն եւ ֆերեց Նյու Յորքի դատարան հիմա էլ սպառնում է որ նորից կարող է Պարսկաստանի վրա հարձակվել ինչ պատճառով որովհետեւ Պարսկաստանի մեջ որոշ մարդիկ թշկու են իրենց պետությունից բայց այդ հարցը որ որոշ մարդիկ թշկու են իրենց պետությունից դա բարձիկ ժողովրդի հարցն է դա Թրամփի հարցը չէ Թրամփը չի ընտրվել Պարսկաստանի նախագահ կամ Վենեսուելայի նախագահ ինքը ընտրվել է Ամերիկայի նախագահ եւ որ ինքը չի կարող ամերիկան ղեկավարել ոնց հանդգնում է մտածել որ կարող է Իրանը ղեկավարել կամ Վենեսուելան
Այդ չէր բավեր, հիմա էլ վերջին օրերին ասում է, որ սպառնում է թե Մեքսիկոյին, թե Պերուին եւ Կոլումբիային, Պերուին եւ Կոլումբիային եւ թե Գրինլանդին, որ Դանմարկայի հողատարածք է։ Այս բոլորը լուրջ խախտում են միջազգային օրենքների եւ հետևանքը այն է, որ Թրամփը Արշուտ ինքը միամ դասում է իր մասին, ինքը իր ուզում է բանեցնել իր ուզածը, իր ուժը, բայց չի մտածում, որ երբ որ այսպես Ամերիկան վարվում է, ինչի համար է, որ Ռուսաստանը նույնպես չի վարվելու Ուկրաինայի հանդեպ, գնան եւ Ուկրաինան վերցնեն, ասելով, որ մենք ուժ ունենք, եւ ինչ որ ուզում ենք կանենք, ճիշտ Ամերիկան արեց Վենեսուելայում։ Ինչի համար է, որ Չինաստանը չի կարող մտնել եւ Թայվանը գրավել, մանավանդ որ Թայվանը չինական հողատարածք է եւ ոչ թե այլ պետություն, իսկ Ամերիկայի բարակային Ամերիկան հարձակվում է մի օտար սուվերեն երկրի վրա, որն ոչ մի իրավունք չունի։ Ուրեմն Թրամփը այս վարվելակերպով բարձրապես կաչալերում է, որ այլ երկրներ ուժ բանացնելով մտնեն հարևան կամ մի այլ հերու երկրի հողատարածք վերցնեն ուժով եւ կալով մեր հայրենիքին, քանի որ արդեն մի երկու տարի արդեն Ալիև ասում է, որ Հայաստան գոյություն ունի, Արևմտյան Ադրբեջան է, ուրեմն մի օր էլ կարող է Ալիևը հայտարարել, որ ես ոչ թե մտնում եմ օդարի երկրի հողատարածքը, այլ մտնում եմ իմ հողատարածքը Արևմտյան Ադրբեջան, որ Հայաստանն է։ Ուրեմն Թրամփը խախտելով բոլոր միջազգային օրենքները, հասկացությունները, շատ լուրջ հետևանքներ ունենալու ամբողջ աշխարհին, ապագայունացնելու է աշխարհը եւ լինելու է այսպես կենտրոնների անդարային մի մտնոլորտ, որ ով ինչ ուզում է անի, անդեսելով ամեն ինչ օրենք, արտարություն, ճշմարտություն, հողատարածք եւ այլն։ Երեք Իսրայելը նաև հայտարարեց, որ իսրայելական, այսպես ասենք, կաբինետներում այլևս որոշված է Իրանի հարվածելու նոր օպերացիան, երկաթե հարված էր, այսպես են կարծեմ իրենք դա բնորոշել, առաջիկա օրերին իրենք կանցնեն այդ գործողությունների, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Դժբախտաբար Իսրայելը արդեն դասնամյակներ է ի վեր հարձակվում է իր շուրջի բոլոր երկրների վրա եւ նույնիսկ հերավոր երկրների վրա, սկսելով մոդակա երկրներից Հորդանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, իսկ անցյալ տարի հարձակվեց եւ շարունակաբար հարձակվում է Եմենի վրա, որ հազարավոր կիլոմետր հեռու մի երկիր է։ Ուրեմն ինչ որ Իրանը հիմա հայտարարում է, նաեւ մոռացա ավելացնելու, Իսրայելը հարձակվեց Իրանի վրա անցյալ տարի։ Ուրեմն ինչ որ հիմա հայտարարում են, դա նորություն չի Իսրայելի համար։ Իսրայելը անում է անիշ որ ինքը միշտ արել է, հարձակվել է եւ զարմանալի չէ որ Իսրայելի ղեկավարությունը հայտարարում են, որ իրենք Թրամփի հետ համաձայն են, որ Ամերիկան գնա եւ վերցնի Վենեսուելան, որտեւ նույն բանը իրենք են անում, ինչ որ ուզում են անում են պիրտ ուժով եւ վերցնում են հողատարածքներ, հիմա մտել են Սուրիա, որ արդեն 67-ի պատերազմից ի վեր արդեն Գոլանի բարձունքները գրավել է աբորինի ցևով եւ արեմդյան ապը Բաղստինի եւ չի վերադարձնում։ Հիմա էլ անցյալ տարի, երբ որ Սուրիո վարչակազմը փոխվեց, Իսրայելյան բանակը մտավ Սուրիո սահմաններեն ներս, ավելի հեռու քան թե Գոլանի բարձունքները եւ ոչ մի նպատակ չունի դուրս գալու այդ Սուրիո հողատարածքից։ Ուրեմն այս է շատ խառնի ժառանգ բադ անորոշ մի վիճակ է դիրում ամբողջ աշխարհում, շնորհիվ այդ ղեկավարներին, որոնք իրենք ոչ մի զգացմունք չունեն բարոյական կամ օրինական
եւ անում են ինչ որ ուզում են, այսպեսով կաչալերելով այլ երկրներին, որոնք նույն բանն են անում եւ շարունակում են անելու, ավելի կաչալերվելու են։ Նաեւ ասեմ, որ ոչ միայն անիշ որ ամերիկան անում է անփարոյական է, այլ այստեղ գա մի դարբեր հարց, երկու չափ, երկու գշիր, ուրեմն անընդհատ արևմուտքը խոսում է իրավունքների մասին, մարդկային իրավանց մասին, միջազգային օրենքի մասին, բայց այդ օրենքները երբեք չեն գիրառում իրենց դաշնակից երկրներին։ Օրինակ համար եթե իսկապես հավատային մարդկային իրավանց միջազգային օրենքին, առաջին երկիրը, որ պետք է ամերիկան հարձակվեր, ոչ թե Վենեսուելան, այլ Թուրքիան եւ Ադրբեջանն էր, որտեղ դասնամյակները եւեր խախտում են բոլոր տեսակի մարդկային իրավունքներ։ Բայց Ադրբեջանը եւ Թուրքիան որպես իրենց դաշնակից երկիր, այդ մասին երբեք նույնիսկ չեն խոսում, ոչ մի չեն հարձակվում, նույնիսկ չեն խոսում այդ մասին։ Ճիշտ հակառակը, ամեն ինչ շատ լավ է, իրենք արևդուր են անում, պետրոլ են առնում, շատ գոհ են, համացանակներ են ստորագրում։ Նույն է բարական Հայաստանի բարակային։ Վարշավեդը, որ անընդհատ խոսում է դեմոկրասիայի մասին, բայց իսկույթի մեջ դեմոկրասի չկա, ինքը անում է անիշ, որ մեր հակառակորդները կամ թշնամիները ուզում են գոհացնում է իրենց բանջները, սկսելով Ադրբեջանեն, գնալով Թուրքիա, գնալով Եվրոպա, Ամերիկա, եւ այս բոլոր երկրները շատ գոհ են, որ Փաշինյանը իր աթոռի վրա է, իրենց ամենամեծ վախեն է, որ հաջորդ տարվա հունիսին, եթե Փաշինյանը չվերընտրվի, իրենք մեծ խնդրի առաջ են կանգնելու եւ ամեն ինչ անում են, տեսանք վերջերս որ Եվրոպական միությունը ասաց, որ 15 միլիոն եվրո է դալու իբր թե ընդրությունների արտարությունը պահպանելու, բայց իրականության մեջ ընդրությունները գերզելու համար, որ չլինի, որ Փաշինյանը կորցնի այդ ընդրությունը։ Այս է բարական։ Նաև ասեմ մի երկրորդ հարց, այո, ճիշտ է, որ Մադուրոն, Վենեսուելայի նախագահը բռնադեր էր եւ ընդրությունները գերցել էր, այդ բոլորը ճիշտ են։ Եվ շատ ման վենեսուելացիներ հակառակ են իր իշխանության, իսկ շատերը համաձայն են իր հետ, բայց այնինչ որ դեր ունենում են Վենեսուելային, դա Վենեսուելայի ժողովրդի հարցն է, ոչ թե Ամերիկայի նախագահի հարցը։ Ինչ որ հարց կա, խնդրեմ կա, բռնադեր է եւ այլն, դեմոկրասի չկա, դա վենեսուելացիները իրենք պետք է լուծեն իրենց հարցը, ոչ թե դրսից։ Ձեզ ասեմ մի բան, որ դերևս արդարոց սերտված է, օրինակ համար ես որ այսքան քննադատում եմ Փաշինյանին, որտեղ ամեն ինչ զիջում է մեր թշնամիներին, գործանում է հայրենիքը, բայց ես թունդ հակառակ կլինեմ, եթե որևէ մեկ երկիր լինի Ամերիկա թե Եվրոպա, մտնեն Հայաստան եւ արևանքեն Փաշինյանին եւ դանեն իրենց մոտ, ասելով որ մենք վերացնում ենք բռնադերը, դուք հայ ժողովուրդը պետք է ուրախ լինեք։ Ոչ, ես թունդ հակառակ եմ, հակառակ որ ես Փաշինյանի թեմ եմ, բայց անիշ որ տեղի ունում Հայաստանում, դա Հայաստանի ներքին հարցն է։ Դա ոչ Ամերիկայի հարցն է, ոչ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիո, ոչ Ադրբեջանի։ Ամեն երկիր իրավունք ունի ինքնիշխան լինելու, իր որոշումները առնելու առանց որևէ միջամտության մի այլ երկրի կողմից։ Հիմա գանք պարոն Սասունյան Ալիևի վերջին հայտարարություններին։ Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել, որովհետև հենց 2025 թվականին է ավարտվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ արդեն մենք մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության մեջ։ Սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Իր տեղականի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է ասել Ալիևը եւ սրան զուգահեռ շարունակում է։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է նաեւ ԱՄՆ նախագահի կողմից։ Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են եւ նույնիսկ ադրբեջանական նավթամթերքն է արտահանվում Հայաստան։
Խնդրեմ, ըստ էության Զանգեզուրի միջանցքը իրողություն է, որի մասին եւս մեկ անգամ շեշտում է Ալիևը։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Այո, ուրեմն շատ ցավում եմ, որ մեր ժողովրդին խափում են ամեն կողմերից։ Խափում է Փաշինյանը ամեն օր 7 տարի է, Ալիևը փորձում է խափել, Էրդողանը փորձում է խափել, Թրամփը փորձում է խափել։ Ամեն մարդ փորձում է խափել մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը պետք է մի քիչ սկսանա եւ այդքան հեշտ չխափվի։ Տեսնելով, որ անիշ որ այս մարդիկը ասում են, լինի Փաշինյան, թե լինի օդարի ղեկավարներ, այս բոլորը գեղձիկներ են։ Նախ խաղաղություն չկա, խաղաղություն չի հաստատվել, անկախ թե Փաշինյանը քանի 100 անգամ գրտնեն նույն խոսքը, որ խաղաղություն բերել եմ, չի բերել, խաղաղության դաշնակից չի ստուգագրվել եւ ինչու չի ստուգագրվել, որտեղ Ալիևը իմանում է, գիտակցում է, որ եթե այդ փաստաթուղթը ստուգագրի, շատ ավելի դժվար կլինի, որ նոր զիջումներ պահանջի Փաշինյանից, բայց եթե չստուգագրի եւ զիջումների պահանջը շարունակվելու է անverջ, վերջին զիջումները, այսին այդ փաստաթուղթը, որ համաձայնվել են, չեն ստուգագրել, բայց համաձայնվել են խաղաղության այսպես կոչված դաշնակիր 17 գետերը փակացած, այդ Ալիևը նորից վերջերս նորից կրտնեց նույն բանը, որ ասեց այդ 17 գետերը ես թելադրել եմ հայկական կողմին։ Այսինքն այդ 17 գետերը հայանամաս գետեր չեն։ Այդ է բաժարը, որ Ալիևը այո ասել է, որտեղ իր թելադրած գետերն են։ Եվ հիմա վերջերս էլ ուզում է որ սահմանությունը փոխվի, ասում է չեմ ստուգագրի մինչև սահման չփոխվի, հետո ասում է որ 300,000 ազերիներ պետք է կան ապրեն Հայաստանում, եթե 300,000 ազերի Հայաստան կան, արդեն Հայաստանի վերջն է էլի, որտեղ շուտով այդ 300,000 ազերիներ պաշտպանելու համար Ալիևը ուղարկելու է իր բանակը Հայաստանի ներսում, այդ ազերիներին պաշտպանելու համար հայ թշնամիներից եւ այսպես շարունակ։ Ուրեմն բայց ավելի վատ է որ նույնիսկ եթե մի օրը կա այդ բոլոր զիջումները Փաշինյանը որ պատրաստ է անելու անի, այդ չի նշանակում որ մենք խաղաղ ապրելու ենք, Դաշնակրի ստուգագրումից հաջորդ օրը Ալիևը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Իմ կարծիքով բաժարը որ հիմա սահմանում գրագոտ չկա, բաժարը այն է որ Ալիևը սպասում է մինչև հունիս, որ Փաշինյանը շարունակի ասել որ ես խաղաղություն բերել եմ, որ ինքը վերընտրվի վարչապետ եւ Ալիևը այդ նորությունից հետո միան որ կարող է մտածել որ հարձակվի, որտեղ ուզում է որ չհարձակվի, որ վատ չերևա եւ Փաշինյանի աթոռը չդադամվի, չգործվի եւ այդ է բաժարը որ գրագոտ չկա, ոչ թե որտեղ խաղաղություն կա։ Այսի ժամանակավոր է, բարձրապես խափկանք է։ Բայց նաև Ալիևը ասում է Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից, Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Այսպիսի հայտարարություններ, իր հերթին էլ Էրդողանը ինչ է հայտարարում։ Թուրքիայում 44 օրյա պատերազմի ընթացքում որոշ ուժեր գործել են հայկական սփյուռքի հետ համահունչ։ 44 օրյա պատերազմի ընթացքում երկրում որոշակի շրջանակներ միահամուռ լինելով հայկական սփյուռքի հետ քննադատում էին թուրքական իշխանությունների դիրքորոշումը, որոնք աջակցում էին եղբայրական Ադրբեջանի պայքարին։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը։ Այո, ուրեմն որպես հայրենասեր հայ, ես շատ հբարդեմ, որ գրեթե 40-50 տարի է նախքան Հայաստան Հանրապետության գոյությունը, միշտ էլ քննադատել եմ Թուրքիո Ղարաբաղյան, իր մերժումը, որ ճանաչի ցեղասպանությունը, նաև Արևմտյան Հայաստանը գրավել է եւ չի ուզում ոչ մի տիզ հող վերադարձնի Հայաստանին։ Ես եւ իմ նմանները, որ 100,000-ներով են, եթե ոչ միլիոնավոր սպիրկում, մենք բոլորս մենք պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքները եւ մենք պատրաստ ենք պայքարելու մեր կյանքի մինչեւ վերջին շունչը ընդդեմ մեր ճշնամիների։ Էրդողանը դեսնում է, որտեղ բացահայտ է, իրենք հետևում են հայկական մամուլին, տեսնում են թե մենք ինչ ենք ասում, ինչ ենք կրում եւ շատ թշկող է։
ինչ որ Էրդողանի համար դուք ասեցիք, դա նորություն չէ Էրդողանի համար։ Էրդողանը մի տասնյակ տարիներ առաջ նույն խոսքերը ասել էր, որ սփյուռքն է որ մեր ճշնամին է, ասում են ռադիկալ սփյուռք, այսինքն ծայրահեղ սփյուռք, եւ ասում է որ մենք հարց չունենք Հայաստանի ղեկավարության հետ։ Անշուշտ է հարց չունեն, եւ որ Հայաստանի ղեկավարը այո է ասում իր բոլոր բանջարներին եւ զիջումներին։ Մենք է որ անզիջողական ենք եւ մենք պատրաստ չենք զիջելու ոչ մի բան Հայաստանից, ինչպես որ Թուրքիան էլ պատրաստ չէ զիջելու կամ վերադարձնելու ոչ բան որ մենք պահանջում ենք։ Ինչ է պատճառը որ մենք պետք է ամեն ինչ զիջենք, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը միան ստացող կողմը լինեն եւ ոչ մի բան չդան մեզ։ Դե փաստացի այդպես է ստացվում, մենք բացառապես զիջում ենք եւ Փաշինյանն էլ իր հերթի շարունակում է համոզել, պնդել, որ բերել է իրական խաղաղությունը։ Սա է իմիջիայլոց իր ամանորյա ուղերձում ինչ էր ասում էր ապագայի մասին էինք խոսում, սա է ապագան, այս ապագան է, որ մենք ձեզ խոստացել ենք եւ 2026-ին պետք է գնա ժողովուրդը եւ տեր կանգնի իր իշխանությանը։ Խնդրեմ։ Ես շատ ճշմարտաբար մեծ գասկած ունեմ որ աբակա ունեն կամ աբակա գա վերջերս Փաշինյանը ասել որ աբակա լինելու է բայց ասած աբակա արդեն հիմա էլ ունենք ես ճշմարտաբար գասկածում եմ որ մենք աբակա ունենք որտեղ այսպես զիջումները շարունակելով մենք կորցնելու ենք մեր հայրենիքը մեր հողատարածքը եւ լինելու ենք ազերի կամ թուրքական մի վիլայետ եւ Փաշինյանն էլ լինելու է այդ վիլայետի նահանգապետը, ղարավարիչը, ինչ որ ինքը մեծ հաջողով այդ աթորի վրա կմնա, թեկուզ Թուրքիո իշխանության տակ, որտեղ իր համար կարևորը հայրենիքը չէ, այլ կարևորը իր աթորն է։ Ինքը նախընտրում է աթորը, քան թե հայրենիքը։ Այնքան որ ինքը աթոր ունի, ինքը շատ ուրախ է եւ գոհ է։ Չի ուզում աթորը գործնել, դա որ անընդհատ գոչ է ուն ժողովրդին որին նպաստ իրեն կվերգեն, եւ մեր ժողովուրդը վերջապես պետք է արթնանա, պետք է բոլոր կողմերը միավորվեն եւ գնան ընտրություններին եւ չաշխախիչ մեծաբանությամբ դուրս շբրդեն այս վարչապետին կվերգությամբ։ Դա որ պետք է անենք, բարձրապես քննադատելով, խոսելով էսի չի լինի։ Պետք է որ մենք կոնկրետ քայլեր առնենք, որն է ընտրությունը, հանրապայքարը եւ իրեն դուրս շբրդենք հունիսի ընտրություններին։ Նաև ինքը հայտարարում է, որ սահմանությունը եւ որ նոր սահմանությունը ստեղծի Ադրբեջանի թերակրությամբ հրանքով, այդ սահմանությունը ասում է, որ պետք է հանրակրվեի տրվի, որ ժողովուրդը վավերացնի, որովհետեւ չասենք, որ սի Փաշինյանի սահմանությունն է, այլ ինքը ասել է, որ տեսեք ժողովուրդը վավերացրել է, ուրեմն ժողովրդի կամքով է սահմանությունը, ուրեմն եւ որ հանրակրվե լինի մեր ժողովուրդը նաև պետք է այդ հանրակրվեին թեմ կվերգի Փաշինյանի եւ Ալիևի սահմանության եւ դեսնենք թե Փաշինյանը որքան կարող է մնալ իր աթորի վրա նույնիսկ եթե վերընտրվի եթե սահմանության հանրակրվեն մերժվի որտեղ ինչի երեսով պիտի մնա աթորի վրա քանի որ ինքը ամիսների վրա անդադ խոսում է նոր սահմանություն եւ արդեն խոսացել է Ալիևին որ նոր սահմանություն լինելու է, բացահայտ հայտարարել է Փաշինյանը որ նոր սահմանություն լինելու է, եթե նոր սահմանություն ժողովուրդը մերժի, ուրեմն նաև մերժելու են Փաշինյանին որպես վարչապետ։